2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեկային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում եղան մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են այս տարի ստացած հիփոթեկային վարկերին։ Մինչ այդ հիփոթեկային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերում։ Նոր փոփոխություններով հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը ծրագիրը կշարունակի գործել մարզերում։ Այս փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունեցել անշարժ գույքի շուկայի ու կառուցապատման վրա։ Գնումները նկատելիորեն նվազել են։ Նվազել են նաև շինթույլտվության նպատակով ներկայացվող քաղաքաշինական նախագծերը։ Հաշվի առնելով զգալի անորոշությունը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադրությամբ մշտադիտարկել տնտեսական զարգացումների ընթացքն ու գնաճային սպասումները եւ պատրաստ լինի ճշգրտելու քաղաքականության տոկոսադրույքները, եթե գնաճային սպասումները շեղվեն թիրախից։ Գնաճային զսպված ճնշումների եւ գնաճի խարխլված սպասումների պայմաններում դրամավարկային քաղաքականության ներկայիս դիրքը պատշաճ է։ Ճկուն փոխարժեքը շարունակում է մնալ որպես շոկերի հիմնական կլանիչ եւ ողջունելի է իշխանությունների հանձնառությունը ուղղված միջազգային պահուստների առողջ բուֆերների պահպանմանը։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը շարունակում է զգոնությամբ մշտադիտարկել ֆինանսական հատվածի ռիսկերը եւ շարունակել իր վերահսկողական գործիքակազմի եւ կարողությունների բարելավումը, նշվում է հայտարարության մեջ։ Գազպրոմ Արմենիան ներկայացրել է 2025 թվականի ներդրումային ծրագիրը, որը շարունակությունն է 2024 թվականին ավարտված 40 կիլոմետր ծրագրի։ Այս ծրագրով նախատեսվում է 25 կիլոմետր նոր գազատար ցանցի կառուցում, որպես կապիտալ նոր արժեք մայրաքաղաքի գազամատակարարման ցանցում։ Այդ մասին ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Ըստ Արեյանի, ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքն ապահոված կլինի գազի համապատասխան ծավալով, հաշվի առնելով կառուցապատման ամբողջ ծավալը։ Առաջին անգամ մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան Երևանի համար։ Մայրաքաղաքի 4 գազաբաշխիչ կայաններից 3-ը տեղադրված են քաղաքից դուրս, միայն մեկը մեր տարածքում։ Այս ծրագրի շրջանակներում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի մայրաքաղաքի համար, ինչը լուրջ լրացուցիչ ենթակառուցվածք է, ասաց Արեյանը։